Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Հայաստանի երկրորդ նախագահ ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն գործարար Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Իսկ ահա Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 4 անձ։ Նրանց ինքնությունը իրավապահները դեռևս չեն հրապարակել։ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա որդու Սեդրակ Քոչարյանի նկատմամբ կալանավորում կիրառելու հարցը քննարկվելու է դատարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել մյուս ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորման միջնորդություններ կներկայացվեն, թե ոչ։ Ըստ նախաքննության Ռոբերտ Քոչարյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով և իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ տարբեր շինծ ու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել է և հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր և դրանք ձեռք բերել շուկայականից էժան գներով։ Քննության շրջանակում ուսումնասիրվում են մի շարք գույքերի և ընկերությունների օտարման և ձեռքբերման հանգամանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ցանկում ներառված են Play City ժամանցի կենտրոնը, Fast Card ընկերությունը, Կասկադ համալիրի ձախ հատվածում գտնվող շուրջ 2 հեկտար հողատարածքը, Պարոնյան 8 հասցեում գտնվող շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը, Art Build ընկերությունը, Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, Պոակին պատկանող 29,000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը, Orange Fitness ակումբը, Pizza Grande բիզնես կենտրոնը, Toyota Երևան ընկերությունը և այլ գույքեր ու ընկերություններ։ Քննիչներն ուսումնասիրում են նաև Սեդրակ Քոչարյանի անունով կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն եվրոյի և 18 միլիոն ռուբլու փոխանցումները Հայաստանում և արտերկրում գտնվող տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գնահատմամբ հնարավոր օտարումները կանխելու նպատակով այդ գույքերի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթաց է իրականացվում։